Վանքը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Լոռու մարզում, Ալավերդի քաղաքի մերձակայքում։ Վանքը կանգնած է Դեբետ գետի կիրճի վերևի լեռներում, մոտ 1000 մետր բարձրության վրա։ Շրջապատը կանաչապատ է գեռատեսիլ, ձորերով, անտառապատ լեռներով ու քարքարոտ լանջերով։ Վանքը ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև միջնադարյան Հայաստանի կրթամշակութային խոշորագույն օջախներից մեկը։ Հաղպատը հիմնադրվել է 10-րդ դարի երկրորդ կեսին, Բագրատունյաց թագավորության օրոք։ Մինչ օրս այն համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից։ 1996 թվականին Հաղպատն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Հաղպատի վանքը կառուցվել է թագուհի Խոսրովանուշի նախաձեռնությամբ, որը Գագիկ Ա. Բագրատունու կինն էր։ Նրա հովանավորությամբ հիմնադրվել է Սուրբ Նշան գլխավոր եկեղեցին 976 թ. Հետագայում համալիրին ավելացվել են գավիթներ, գրատուն, մատուռներ և այլ շինություններ։ 11-13-րդ դարերում Հաղպատը դարձավ հոգևոր և գիտական կենտրոն։ Այստեղ գործել են ձեռագիր մատյանների գրատուներ, դպրոցներ ու մշակութային օջախներ։ Վանքը հատկապես ծաղկել է Զաքարյանների օրոք 13-րդ դարում։ 17-րդ դարում Հաղպատը դեռևս հայտնի կրթական կենտրոն էր։ Այստեղից մեզ են հասել բազմաթիվ ձեռագրեր, որոնք այսօր պահվում են Մատենադարանում։ Վանքի հռչակը պահպանվել է դարեր շարունակ, չնայած պատերազմներին, ավերածություններին ու ժամանակի փորձությանը։ Հաղպատի վանական համալիրը մեծ է և բազմաշերտ։ Այն ներառում է եկեղեցիներ, գավիթներ, մատուռներ, սյունասրահներ և բնակելի շինություններ։ Սուրբ Նշան եկեղեցի 976 թ. գլխավոր եկեղեցին է, կառուցված խաչագմբեթ տիպով։ Դրսից այն զուսպ է, բայց ներսում աչքի է ընկնում բարձր գմբեթով և խորը խորհրդավորությամբ։ Գավիթը 13-րդ դար տաճարի արևմտյան կողմում է, ծառայում էր ժողովների և դպիրների համար։ Այն հայ միջնադարյան ճարտարապետության հրաշալի օրինակներից է։ Գրատունը 13-րդ դար փոքր, բայց առանձնահատուկ շինություն է, որտեղ պահվել ու գրվել են ձեռագրեր։ Խաչքարեր Հաղպատում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, որոնցից ամենահայտնին 1273 թվականի վարպետ Մոմիկի խաչքարն է։ Այն համարվում է հայկական խաչքարագործության գագաթնակետերից։ Զանգակատունը 13-րդ դար բարձր ու գեղեցիկ կառույց է, որից երևում է Դեբեդի կիրճը։ Այս ամենը միավորվում է ստեղծելով յուրահատուկ համալիր, որտեղ ճարտարապետությունն ու բնությունը ներդաշնակորեն լրացնում են միմյանց։ Հաղպատը եղել է ոչ միայն վանական, այլև ուսումնական կենտրոն։ Այստեղ կրթվել են բազմաթիվ մտավորականներ, ստեղծվել են գրքեր, քարոզներ, աստվածաբանական աշխատություններ։ Հաղպատում սովորել է նաև Սայաթ Նովան, 18-րդ դարի մեծաշնորհ աշուղը։ Նրա երգերի ու բանաստեղծությունների մեջ հաճախ զգացվում է Հաղպատի ու Լոռվա շունչը։ Վանքը նաև եղել է գիտելիքի պահոց։ Այստեղ դասավանդվել են աստվածաբանություն, փիլիսոփայություն, երաժշտություն և այլ գիտություններ։ Դե վայելեք։